Հրապարակում է դատավճիռ Համահայաստանի Հանրապետության։ Հրապարակում է դատավճիռ ներածական և եզրակարգիչ մասը։ 19 ավգուստի 2015 թվական համագիրը։ Երևան քաղաքի կենտրոն և Նորմարաժ վարչական շրջանների ընդհանուր իրավարության առաջի այցելի դատարանը նախագահ դատավոր Մըր Պապոյան դատական նիստերի կարգման կառավարության։ Մեղադրող Ա. Աֆանդյան, Ժողովներ Կ. Սարգսյան ու Քեշիշ, Պաշտպան Ա. Զաքարյան։ Տրամված դատական նիստում քննեց կերպման ոչխոս մեղադրանքի Սամսոն Սարգսի Խաչատրյանի ծնված 1960 թվականի փետրվարի 2-ին Վանաձոր քաղաքում ազգությամբ հայ քաղաքացի Բարսեղի կրթությամբ ամուսնացած չի աշխատում նախկինում չդատապարտված հաշվառված է Վանաձոր քաղաքի Ստեփանյան փողոցի 9-րդ նավթի Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի 76-րդ շենքի 5-րդ բնակարանում մեղադրանքի առաջադրվել Վերքի 316 մասով արգելանքի տակ է 2011 թվականի մարտի 13-ից վճռեց Սամսոն Սարգսի Խաչատրյանին մեղավոր ճանաչել Հայ-Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով և պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի ժամկետով։ Պատժի ժամկետին հաշվացելով արգելանքի տակ գտնվելու ժամկետը 1 ամիս 6 օր։ Հայ-Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Սամսոն Սարգսի Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Սամսոն Սարգսի Խաչատրյանի նկատմամբ ընտրված խախտման միջոցը կալանավորումը վերացնել և նրան անհապաղ ազատել կալանքից։ Հայաստանի Հանրապետության քրեական վերաբերյալ դատարան հրապարակելու օրվանից 1 ամսյա ժամկետով։ Սահմանված ժամկետում քրեական օրենսգրքով նախատեսված դատավճիռի օրինակները կտրամադրվեն կողմերին։ Տրամված դատական նիստը հայտարարում է փակված։